Ցեղ, կոյուղաջուր, գարշահոտություն։ Մալաթիա Սեբաստիայի 179 հիմնական դպրոցի բակն է։ Տարիներ շարունակ այստեղ կուտակվում է դիմացի շենքերի կոյուղատարների պարունակությունը։ Վերևից ջրվեժի նման հոսելով կոյուղաջրերի վերջին կանգառը դառնում է դպրոցի բակը։ Աշակերտներն ու տարածքով անցնող մարդիկ տարբերակներ են փնտրում գոյացած կեղտաջրի լիճը շրջանցելու համար։ Դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողն ասում է, դիմել են քաղաքապետարանից մինչև Վեոլիա ջուր։ Տարիներ ի վեր կրկնվող խնդիրը միայն ժամանակավոր լուծում է ստանում՝ մի քանի ամսով։ 2-3 ամիսը մեկ լցվում է, որովհետև ամբողջ թաղամասի վերևի շենքերի կոյուղաջրերը անցնում է դպրոցի տարածքով։ Ջուրը կուտակվելուց հետո պարբերաբար քաղաքապետարանը աշխատակիցներ է ուղարկում, մաքրում տարածքը։ Մաքրող աշխատակիցները կոյուղուց հանել են զուգագուլպաներ, անգամ դանակ եւ պատառաքաղ, ասում է դպրոցի նախկին տնտեսվարը։ Հարակից ավտոտնակի տակ եղած կոյուղատարի վերջին վթարն էլ ավելի է բարդացրել վիճակը, բայց խնդիրը նոր չէ։ Դպրոցի փոսի մեջ է գտնվում։ Շենքերից գալիս այդ կանալիզացիան միանում է դպրոցի կանալիզացիային մեր այստեղից։ Նայեք, այս մեր զուգարաններն են։ Մեկը սա է, ստից գնում է միանում այդ կենտրոնականին, հետո թեքվում է դեպի աջ, որ հեռանում է ջրահեռացման գծերը։ Բայց հիմա այդ շենքերից որ գալիս է լցվում է ամբողջ դիտավորները այս վիճակում։ Մինչ կոյուղաջրերը շարունակում էին հոսել ու լցվել բակ, այստեղ էին քաղաքապետարանի կողմից ուղարկված հերթական աշխատակիցները։ Դիտահորերն էին բացում։ Իսկ խնդրի երկարաժամկետ լուծումը ավտոտնակի քանդելու եւ դրա տակ եղած խողովակները վերանորոգելու տարբերակն է։ 3-ից 4 տարի անց է միայն քաղաքապետարանի կողմից նման որոշում կայացվել։ Գարաժն է վթարային գարաժը, Մամեդ ավտոտնակի քանդվի այդ վթարային, ամեն իրատակով արդեն այդ գծերի հիմնավորումը կկատարվի։ Ավտոտնակը կքանդվի մայիսի 14-ին եւ հենց նույն օրն էլ կսկսվեն աշխատանքները, ասաց թաղապետը։ Բայց դպրոցի տարածքը միակ խնդրահարույց հատվածը չէր այս թաղամասում։ Գրեթե բոլոր շենքերի նկուղները լցված են կոյուղաջրերով, իսկ որոնք հասցրել էին չորանալ, հատակին կուտակված է կոյուղաջրերի պարունակությունը։ Բնակիչները բողոքում են, ամեն ամիս պարտաճանաչ վճարում են պահանջվող հարկերն ու մուծումները, բայց գոնե մեկ անգամ չեն տեսել, գան նորոգ են խողովակները։ Արդյունքը ամեն խցանումից հետո կոյուղաջրերը կամ լցվում են նկուղ, կամ դուրս գալուց դենց ամբողջ այն շենքերով գնում է։ Մի հատ շնորհքով չեն գալիս սարքեն, ազջակ 40 քանի տարվա շենք է։ Մի օր չեն թողել ոչ մի խողովակ։ Ջարդած այ մա որ մասնագետներ գանցե կտեսնեն։ Կպցրել են, կտրել են, ահա որ չգիտեմ ինչ անմխիթար վիճակ է, էլ բլոճ, էլ կռիս, ինչ ասես գալիս է։ Իսկ համար 64 շենքի բնակիչների բախտը հաճախ չէ, որ բերում է։ Եթե կողքի շենքերում ջուրը հոսում կամ լցվում է նկուղ, այստեղ ջուրը լցվում է հենց շենք։ Վերջին դեպքը 1 ամիս առաջ էր եղել։ Ամբողջ խողովակները իրարից անջատվել էին, այդ ամբողջ 14 հարկի կոյուղու այդ կեղտաջուրն ու կեղտը միջանցքում առաջին հարկի լիֆտերի դիմաց այդպես կուտակված մնացել էր։ Բայց մաքրելն էլ օգուտ չի տալիս, ասում է շենքի բնակչուհին։ Այդ հոտը մնում է, ջուրն էլ էլի լցվում է ներս։ Եվ կրկին սկսվում է պատասխանատվության խաղը։ Վեոլիայից ասում են պատասխանատվությունը համայնքային իշխանության վրա է, թաղապետարանից պատասխանում են համատիրությունների։ Այդ հատվածը այդ շենքերի դիմացի մենք անցյալ տարի ամբողջությամբ այդ հատվածի գծերը փոխել ենք։ Այդտեղ համատիրությունը պետք է շենքի միացումները համատիրությունները կազմակերպեն։ 10 տարուց ավելի շենքում ապրող բնակչուհին ասում է, համատիրությանն էլ են դիմել, պատասխան են լսել, ինչ անենք, սարքում ենք, չի սարքվում։ Բնակիչները հավատացած են, իրականում ոչ մի աշխատանք էլ չի կատարվում։ Իսկ մինչ պատասխանատուները լուծումը բարդում են միմյանց վրա, թաղամասի տակ շարունակում են պայթել արդեն մաշված ու անպիտան կոյուղատարները, համաճարակի ռիսկ ստեղծելով եւ վտանգելով ոչ միայն բնակիչների, այլ նաեւ հարակից դպրոցի աշակերտների առողջությունն ու կյանքը։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։